Էդգար Ղազարյան։ Պարոն Աբրամյան, մեր խմբակցությունը որոշում է կայացրել, որ ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում առաջադրի պարոն Արամ Վարդավանյանի թեկնածությունը։ Ինչ եք կարծում, ձեր ներկայացման հետ կապված դժվարություններն էին պատճառը, թե այլ խնդիրներ կարող է լինել, որ падգամավորների մոտ այլ տպավորություններ եղավ եւ հիմնական հարցերը վերաբերում էին իմ թեկնածությանը, այսինքն, բայց իմ թեկնածությունը ոնց որ թե չէր առաջադրվել։ Ես որ խնդրեմ ձեզ, դուք կարող եք մի քիչ ավելի հստակ ձեր խոսքում ընդգծել, որ այս անգամ առաջադրվել է Արամ Վարդավանյանի թեկնածությունը, որպեսզի падգամավորների մոտ ընկալման խնդիրներ չառաջանան, որովհետև դահլիճի արձագանքը այդ իմաստով է։ Եվ քանի որ ժամանակ կա, ուզում եմ նաև նախագահողին մի հարց տալ, արդյոք ցինիկ եզրույթի որակման գործածումը падգամավորների հասցեին կանոն է այս դահլիճում եւ կարող է հետագայում ունենալ նաև այլ կիրառություններ։ Եվ միաժամանակ նաև խնդրում եմ նախագահողին այսօրվա նիստի կազմակերպումը իրականացնել այն տրամաբանությամբ, որ ես հնարավորություն ունենամ ժամը 16:00-ին գտնվել Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի կենտրոն նստավայրում, որտեղ մեղադրյալի կարգավիճակում իմ մասնակցությամբ կա դատական նիստ։ Շնորհակալություն։ Ավարտեցիք, պարոն Ղազարյան, իրականում ձեր կողմից հնչեցված հարցադրման մասով իրականում լավ կլիներ, որ այդ հորդորը անեի ոչ թե ես, այլ ազգային ժողովի նախագահի տեղակալները, այսքանը։ Արձագանք։ Ես անցած անգամ 3 ընդամենը խնդրել էի քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղարի նախագահին, որպեսզի հաշվառումը իրականացնի այն падգամավորների իրենց խմբակցության, ովքեր այդ խնդրին անդրադառնում էին, ուրախ եմ, որ մեծ արձագանք է ստացել եւ այն падգամավորները, ովքեր որ այդ թեմային դեռ մինչեւ հիմա չէին անդրադարձել, այսօր նորից անդրադառնում են, ուղղակի խնդրում եմ խմբակցության ղեկավարին, եթե այդ հաշվառումը տանում է, երբ ավարտվի աշխատանքները, ինձ ամեն դեպքում դրա մասին տեղյակ պահեք, պատասխանը պատրաստ է, դուք դա կստանաք եւ կվայելեք։ Շնորհակալություն։ Պարոն Աբրամյան,